Խավարի թագավորություն այսպես է բնութագրում 1998-ից 2008 թվականների Հայաստանը փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Այս տարիներին հետադարձ հայաց գցելու առիթ տիկին Սաֆարյանին տվել է օրեր առաջ եթեր հեռարձակված նույն ժամանակահատվածում նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմը։ Այն նրա վրա տպավորություն է թողել, թե պարոն Քոչարյանը բոլորովին այլ երկրում է ապրել եւ իր արարքները, որոնք որպես սխրագործություն են ներկայացված, իրականության հետ կապ չունեն։ Սա խոսում է նախկին նախագահի ինքն իրենից շատ գոհ լինելու եւ ինքն իրեն սիրահարված լինելու հանգամանքի մասին։ Տիկին Սաֆարյանը պատրաստ է ներկայացնել, թե յուրաքանչյուր ոլորտում ինչ հետք է թողել Ռոբերտ Քոչարյանը։ Չարթարացված է Քոչարյանի տեսակետը, թե մենք տնտեսությունը, մեր տնտեսությունը շատ լավ վիճակում է եղել։ Իսկ ուր էին փախնում հայերը։ Տնտեսությունը Հայաստանում այդ տարիներին միայն քայքայվեց, փաստաբանին շարունակում է Հայրենիք եւ պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Ավելին, նա համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի հանցանքը սկսվել է նրա Հայաստան գալու հենց առաջին օրից։ Նա նախ իրավունք չուներ Հայաստանի Հանրապետության նախագահ լինել։ Կեղծվեց եւ Կարեն Սերոպի Ջեմերչյանից բռնազավթեց իշխանությունը։ Ռոբերտ Քոչարյանի կենսագրության ամենասև էջերից մեկը Գառնիկ Մարգարյանը համարում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը եւ գտնում, որ դրանից հետո պարոն Քոչարյանը այլևս չպետք է մոտենար նախագահի աթոռին։ Եթե նա քիչ զինվորական լիներ կամ քիչ հայ մարդ լիներ, այդ ութի կողքին պետք է մի վերջին գնդակը ինքը իրեն ճակատին բաց թողներ։ Պարոն Քոչարյանի կենսագրությունը ավարտվեց եւս մեկ սև էջով 2008 թվականի մարտի 1-ի սպանդով, հիշեցնում է Սեդա Սաֆարյանը, ով այդ գործով փաստաբան էր ներգրաված եւ հավելում, մինչեւ օրս որևէ մեկը պատասխան չի տվել 10 անմեղ զոհերի համար։ Ես հիմա էլ եմ ընդունում, որ մարտի 1-ի հիմնական մեղավորներից մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է։